պարզապես տնտեսության քաղաքականության մասին, այլ առհասարակ խոսելու ենք մեր տնտեսական ապագայի մասին։ Մենք պետք է այսօր իրար հետ պայմանավորվենք եւ հստակ արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ մեր կողմից կառուցված եւ գործող տնտեսական մոդելը արդյունավետ չի եղել։ Եվ մենք գիտենք, թե այդպիսի մոդել ինչպես պետք է կառուցենք։ Եվ այդ մոդելի մասին այսօր մենք պետք է խոսենք։ Առաջին ուղղությունը, հենասյունը, առաջին ուղղությունը դա ընդհանրապես մենք պետք է ոչ թե սկզբից խոսենք թվերից, այլ պետք է խոսենք ընդհանրապես որտեղ ենք մենք։ Նախ մեր տեղը եւ դիրքը ընդհանուր թե աշխարհում, թե համաշխարհային տնտեսության մեջ։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, թե լինելով փոքր երկիր, լինելով փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստան, ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում եւ ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական եւ արդյունաբերական հանգույց։ Սա գրեթե բանաձև է, պոստուլատ է, որին որ մենք պետք է հետևենք։ Ինչպես մենք դրա ռազմավարությունները ունենք եւ ընդհանուր ուղենիշները այսօր պետք է քննարկենք։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված փոքր երկրի հայեցակարգի հիման վրա գրած մեր գիտակցությունը, որն է մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Սա ամենակարևորն է։ Հետևաբար մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է. նիշա, արագություն, տեխնոլոգիա, ինստիտուտներ։ Եթե ամփոփենք, ապա Հայաստանը փոքր է չափերով, բայց մեծ է տնտեսական դերակատարմամբ։ Սա առաջին առանցքային ուղղության բանաձևն է, որ մենք իրար հետ դուրս ենք բերում։ Հաջորդ։ Երկրորդ առանցքային ուղղությունը։ Լավ, մենք իրար հետ հասկացանք, թե որն է Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ եւ փոքր երկրի հայեցակարգի հիման վրա հասկացանք, թե ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Հիմա հարցի պատասխանը մենք պարզ կերպով ասում ենք. աճը, տնտեսական աճը, տնտեսության զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ եւ ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Մենք մի շատ կարևոր բան պետք է իրար հետ հասկանանք։ Առևտուրը, որը նաեւ այս վերջի հունվար-դեկտեմբեր տնտեսական ցուցանիշները, եթե դուք նայում եք ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված, չէ, վերջերս հրապարակվել են, մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 9.1%, բայց դրա շարժիչ ուժերը առևտուրն ու շինարարությունն են։ Ինչ է առևտուրը։ Առևտուրը արժեք չստեղծող տնտեսության ճյուղ է, ժողովուրդ։ Ինչ է դա նշանակում, դա մի կողմից արտադրողից դեպի վերջնական սպառող ապրանքների տեղափոխումն է։ Հիմա եթե մենք պատկերացնենք, թե մեր ամբողջ առևտուրը ինչպիսի ապրանքներ է տեղափոխում դեպի մեր սպառողներին, մենք պետք է հասկանանք, որ մենք ըստ էության ներմուծող երկիր ենք, մենք արտադրող երկիր չենք։ Եվ ներմուծված ապրանքները մեր առևտրի ոլորտի միջոցով տեղափոխում ենք վերջնական սպառում, ըստ էության վերջնական սպառողը ֆինանսավորում է այլ երկրների տնտեսությունը, հնան։ Հետևաբար մենք ասում ենք, որ մենք պետք է սպառման մոդելից անցում կատարենք դեպի արտադրություն եւ արտահանելի ոլորտ։ Բնականաբար, եթե դու չունես արտադրողականություն, չունես արդյունաբերություն, չունես պոտենցիալ եւ աշխարհին չես առաջարկում քո արտադրանքը, թողարկում ասելով հասկանանք, արտադրանք ասելով հասկանանք գիտելիքահեն եւ
բարձր տեխնոլոգիական ապրանք եւ ծառայություն։ Եթե դու չես առաջարկում, դու սպառում ես, դու դառնում ես ամբողջ աշխարհում մի երկրորդական դերակատարում ունեցող մի տարածք։ Նույնիսկ դու քո ինքնիշխանությունը նաեւ տնտեսական առումով ըստ էության կորցնում ես։ Հետևաբար մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով։ Եվ մեր արդյունաբերականացման կամ հիմքում դրված է արդյունաբերական գոտիների, կլաստերների կառուցելու գաղափարախոսությունը։ Բայց արդյունաբերական գոտի կառուցելուց առաջ մենք պետք է հասկանանք, չէ՞ որ մենք Հայաստանը պետք է աշխարհից կտրված չպատկերացնենք։ Լոգիստիկ հանգույցները, լոգիստիկ ենթակառուցվածքները, արդյոք մենք ունենք այդպիսի հասանելիություն։ Ոչ, այս պահին ոչ։ Մեր աշխարհագրական դիրքը մենք չենք գնահատում որպես սահմանափակում։ Մեր աշխարհագրական դիրքը մենք գնահատում ենք որպես մարտահրավեր, որը մեզ ստիպում է, որ մենք կառուցենք աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ որ Հայաստանը կունենա իր դերակատարումը։ Մենք այդտեղ դնում ենք 3 շատ կարևոր գաղափարախոսություն. հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ, արևելք-արևմուտք երկաթգիծ։ Եվ սա այն չի, ինչ որ այսօր ըստ էության առաջարկում է այսօրվա իշխանությունը։ Թերևս հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ կապված կատարում են որոշակի աշխատանքներ, բայց դրանք մեզ չեն գոհացնում։ Հետևաբար, ունենալով ենթահամակարգ, այդ ենթահամակարգերի շուրջ կառուցելով արդյունաբերական գոտիներ, մենք ըստ էության արդյունաբերականացնում ենք ամբողջ Հայաստանը։ Իսկ տնտեսական գոտիները, ներողություն, արդյունաբերական գոտիները կլաստերներում մենք արտադրելու ենք, թողարկելու ենք բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունը պետք է արտահանվի Հայաստանից, արտահանվի եւ դրանով մենք ունենանք մեր նիշան։ Հաջորդը արդյունաբերական գոտիներից հետո այդ մի հենասյունը, որ մենք ունենք, հաջորդը ըստ էության արժեք հավելացման շղթան ավելացնելն է։ Այն շղթա ասելով ինչ ենք հասկանում, հանքարդյունահանման ոլորտը ըստ էության մեր մոտ հանքաքարը արդյունահանում է, դրանից ստանում է խտանյութ եւ այդ հումքը որպես խտանյութ արտահանում է դուրս։ Արժեք ավելացման շղթա ավելացնելու մեր այսպիսի հայեցակարգը ըստ էության նշանակում է, որ այդ հումքը պետք է դառնա պատրաստի արտադրանք։ Տեխնոլոգիական շղթաները պետք է գան Հայաստան եւ Հայաստանում դրանք պետք է արդյունաբերական հնարավորություններ զարգացնեն։ Եվ երրորդը ինժեներիա, տեխնոլոգիա, գիտություն, բիզնես կապ։ Շատ կարևոր է։ Մեր մոտ հիմա գիտությունը իր անկախ, այսպես ասած, գործունեությունն ունի։ Մենք նաև գիտենք, թե գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված այսօրվա իշխանությունները ինչպիսի դիրքավորումներ ունեն։ Մենք պետք է վերաիմաստավորենք այդ ամեն ինչը։ Մենք պետք է գիտությունը, տեխնոլոգիան եւ արդյունաբերությունը կապենք իրար հետ։ Դա շատ կարևոր է։ Եթե ամփոփենք, ապա արդյունաբերական գոտիներ, նոր իրականություն, բարձր տեխնոլոգիական զարգացման համար։ Սա մեր երկրորդ առանցքային հիմնասյունն է։ Հաջորդ արդյունաբերականացում։ Ու դա արդյունաբերական տնտեսությունը չի ենթադրվում, որ դու միայն ունես խոշոր արդյունաբերական գործարաններ։ Դու չես ասում, որ ես պետք է կառուցեմ գործարան։ Գործարաններ ունենալը լավ է, բայց երկրի տնտեսությունը կառուցվում է ոչ թե տասնյակ գործարաններով, այլ տասնյակ հազարավոր ՓՄԶ-ներով։ Հետևաբար մեր երրորդ ուղղությունն է ՓՄԶ ռազմավարությունն է։ Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դա մեր երկրի սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Մենք շատ դեպքերում ՓՄԶ-ներին ճիշտ վերաբերմունք չենք ցուցաբերել։ Իրենց միշտ փորձել ենք օգնենք, իրենց միշտ փորձել ենք աջակցենք, եւ այդ օգնությունը, աջակցությունը պետության կողմից տրվող սուբսիդիաները տարատեսակ, դրանք մատուցվել են որպես սոցիալական խնդիր կարգավորելու ինչ որ մի այդպիսի վարկագիծ։ Ոչ, մենք ասում ենք ոչ այդպիսի վարկագծին եւ ասում ենք, որ դու պետք է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնես։ Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու համար
պետք է իրենց բերես կապես քո արդյունաբերական գոտիների գործունեության հետ։ ՓՄԶ-ն պետք է կապ ունենա եւ դառնա մատակարար այդ արդյունաբերական գոտիներում գործունեություն ծավալող հսկայական արդյունաբերական համալիրներին։ Դա նշանակում է նաեւ վերապատրաստումներ։ Դա նշանակում է մասնագիտացում ներճյուղային որոշակի արդյունաբերական եւ ծառայությունների ոլորտում։ Դա նշանակում է, որ նաեւ արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող խոշոր տնտեսավարողները որոշակի նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կրում ՓՄԶ ռազմավարություն իրականացնելու պետության գործառույթն իրագործելու շրջանակներում։ Հետևաբար, եթե հիմնական բանաձևը մենք տեսնենք, ՓՄԶ-ն դա կապիտալ, արտադրություն, արտահանում, տնտեսական կայունություն, այս շղթայի մեջ ենք պատկերացնում։ Բնականաբար ՓՄԶ-ն պետք է ունենա համաչափ հարկային բեռ եւ պետք է ունենա նաեւ հասցեական եւ ոչ խիստ հարկային վարչարարություն։ Պետք է ունենա հասանելիություն կապիտալին, պետք է արժեթղթերի շուկայի ավելի, այսպես ասած, բորսայական հարթակներին պարզեցված հասանելիություն ունենա, որի, այսպես ասած, միջազգային օրինակները մենք ունենք։ Հետևաբար, եթե ամփոփենք, ՓՄԶ-ն մեզ համար աշխատատեղ է, միջին խավ է, մարզային զարգացում է տնտեսական դիմակայունությունը։ Սա մեր երրորդ առանցքային ուղղության բանաձևն է։ Հաջորդ։ Մեր չորրորդ առանցքային ուղղությունը։ Մենք իփոքր ՓՄԶ ռազմավարության շրջանակներում անդրադարձանք բորսայական կապիտալին հասանելիությանը, բայց մենք այս ոլորտում ունենք շատ կարևոր ռազմավարական անելիք, որն է։ Առաջինը, մենք պետք է վերաիմաստավորենք այսօրվա բաժնետիրական ընկերությունների իրավակարգավորումները։ Մենք պետք է վերացնենք արհեստական փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների այդ բաժանումը։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Փակ բաժնետիրական ընկերությունը ինքը ըստ էության սահմանափակ պատասխանատվության ընկերությունից որևէ բանով չի տարբերվում։ Մենք պետք է վերադառնանք աշխարհում ընդունելի պրակտիկային։ Եթե ասում ենք բաժնետիրական ընկերություն, ապա դա նշանակում է ցուցակում արժեթղթերի բորսայում։ Դա նշանակում է IPO, դա նշանակում է բարձր հաշվետվողականություն, դա նշանակում է կորպորատիվ կառավարման բարձր կուլտուրա։ Հետևաբար, առաջին ռեֆորմի առաջի քայլը բաժնետիրական ընկերությունները, բոլոր բաժնետիրական ընկերությունները, փակ բաժնետիրական ընկերությունները որոշակի ժամանակահատվածում պետք է վերաձևակերպվեն, վերակազմակերպվեն կամ որպես ՍՊԸ, կամ որպես բաժնետիրական ընկերություն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերությունների կարգավիճակ ունեցողները ըստ էության դիրքավորում են իրենց ՓՄԶ դաշտում, բայց նաև իրենք հասանելիություն ունենալու են բորսայական կապիտալին։ Դա նշանակում է, որ օրինակ նաև բարձր, այսպես ասած, հանրային հաշվետվողականություն ունեցող ընկերությունները, որոնք որ սահմանվելու են օրենսդրությամբ, օրինակ հանրային ծառայություններ մատուցողները, օպերատորները, կապի օպերատորները, հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնողները, բանկային համակարգերը, սրանք պետք է պարտադիր կերպով միայն գործեն բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում։ Սա նշանակում է, որ այդ իմ նշած կազմակերպությունների բաժնետոմսերը ազատ շրջանառվում են մեր արժեթղթերի շուկայում։ Դա նշանակում է, որ բանկային վարկից բացի նաև հասանելիություն կա նաև այլընտրանքային կապիտալի ներգրավման հնարավորություն։ Մյուս կողմից մենք նաև եկամուտների ծախսերի համատարած շրջապտույտից դուրս բերված գումարները, որոնք խնայողությունների տեսքով մեր քաղաքացիները պահում են իրենց տանը, ենթադրենք, չէ, եւ լավագույն դեպքերում բանկերի ավանդների տեսքով վերադարձնում են տնտեսություն, իրենք հնարավորություն են ունենում մասնագիտական տերմինով ասած պասիվ ներդրումների անվան տակ վերադարձնել դրանք տնտեսություն, այսինքն ներդրումներ կատարել արժեթղթերում։ Սա տնտեսական առումով բավականին կարևոր է։ Հետևաբար, եթե ամփոփենք, ապա մի կարևոր բան մոռացա, շահութահարկի մոդելը մոռացա։ Բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկի պարտավորությունը
տեղափոխվում է դիվիդենդի բաշխման պահով, վրացական, էստոնական մոդելի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ պետությունը ինքը գործընկերային դիրքավորում է ունենում բաժնետիրական ընկերության հետ։ Ըստ էության այն շահույթը, որը չի բաշխվում, մնում է ընկերության մոտ, որպեսզի ընկերությունը ել ավելի մեծ ներդրումներ ունենա եւ զարգացում ապահովի, պետությունը այդ շահութարկը չի վերցնում այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի որոշել դիվիդենդներ բաշխի իր բաժնետերերին։ Հենց որ դիվիդենդներ կբաշխի իր բաժնետերերին, նաև կվճարի իր շահութարկը պետությանը։ Հետևաբար, նոր բաժնետիրական ընկերություններ, նոր շահութարկով հարկումը միայն շահութի բաշխման պահին։ Հաջորդ, Սփյուռքի հայեցակարգ։ Մենք մեծ հայեցակարգ ունենք Սփյուռքի վերաբերյալ, ես այստեղ ներկայացնելու եմ տնտեսությանը մասնակցության մեր ակնկալիքները մեր հայրենակիցներից։ Տեսեք, մենք եզակի մի ազգ ենք, որը ունի աշխարհով մեկ սփռված հայրենակիցների ցանց։ Եվ մենք որևէ ձևով վերջին տասնամյակներում լավ չենք օգտագործել եւ արդյունավետ չենք օգտագործել եւ ճիշտ չենք օգտագործել այդ ռեսուրսները։ Մենք հիմնականում դրանք օգտագործել ենք որպես բարեգործական տրամաբանությամբ, ոչ գործընկերային տրամաբանությամբ։ Հետևաբար մենք Սփյուռքին պետքա դասենք ոչ թե աջակցող ռեսուրս, այլ Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման համահեղինակ։ Դուք պատկերացրեք, Սփյուռքի մեր հայրենակիցները դրսում ունեն ֆինանսական կապիտալ, ունեն գործընկերային ցանց, ունեն գիտելիք, ունեն տարբեր ոլորտներում մասնակցություն, ունեն գործընկերային ցանց ամբողջ աշխարհով մեկ։ Եթե մենք մեր Սփյուռքի, մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստան եւ օրինակ արդյունաբերական տուն հայեցակարգի ներքո իրենց առաջարկում ենք իրենց արտադրությունները տեղափոխել մեր արդյունաբերական գոտիներ, որտեղ գործելու է ըստ էության զրոյական հարկման ռեժիմ, ապա սա ըստ էության մեր արդյունաբերական գոտիների զարգացման դրոշակակիրները առաջի մեր հայրենակիցներն են լինելու։ Հետևաբար, եթե Սփյուռքը վերցնենք, մենք Սփյուռքը պետք է ինտեգրվի Հայաստանի տնտեսական համակարգին որպես ներդրող գործընկեր եւ համասեփականատեր։ Ընդհանուր բանաձևը Սփյուռք ներդրում, արտադրություն, արտահանում, տնտեսական հզորացում։ Մենք այս ամբողջ տնտեսական մեր ծրագրի հիմքում դրել ենք Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի օգտագործման ընդհանուր գաղափարախոսությունը։ Եթե ամփոփենք, ապա գործընկերություն, ոչ թե բարեգործություն, Սփյուռքը որպես նոր տնտեսության համահեղինակ։ Սա գաղափարախոսական փոխակերպումը։ Մեր 6-րդ ուղղությունը հարկային նոր փիլիսոփայություն։ Եթե մենք տնտեսությունը սպառման մոդելից տանում ենք դեպի արտադրության, այսինքն արժեք ստեղծելու մոդել, հետևաբար մենք պետք է փոխենք ամբողջ հարկային համակարգի տրամաբանությունը։ Մի շատ կարևոր բան կա այստեղ, որ պետք է արձանագրենք իրար հետ։ Մեր Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականությունը չի ձևավորվել տնտեսական ազդակներից։ Այսինքն տնտեսական քաղաքականությունը չի ազդակ տվել հարկային քաղաքականությանը, որ ես այսպիսի տնտեսություն եմ ունենալու, խնդրում եմ, որ քո հարկային համակարգը սպասարկի այդպիսի տնտեսություն։ Եվ տեսեք, եթե ազդակները տնտեսական քաղաքականությունից չեն գալիս հարկային քաղաքականություն իրականացնողների մոտ, ապա հարկային քաղաքականության դիզայնը կատարվում է միայն ֆիսկալ նպատակներով։ Հետևաբար 30 տարիների մեր հարկային համակարգը ֆիսկալ քաղաքականությունը ըստ էության կառուցվել է ֆիսկալ գանձարանային գործառույթի տրամաբանությամբ։ Մաքսիմում հարկային մուտքեր պետական գանձարանին։ Սա նաև որոշակիորեն օբյեկտիվ է եղել ոչ թե տնտեսական քաղաքականության բացակայությունը, այլ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում տարբեր դժվարությունների միջով անցող երկիրը ընտրել է ֆիսկալ գանձարանային մոտեցումը։ Մենք հրաժարվում ենք այդ մոտեցումից։ Մենք ասում ենք պետք է կառուցել նախ տնտեսություն եւ տնտեսությանը տեսնել ինչպիսի հարկային համակարգ է պետք սպասարկելու համար այդ տնտեսությանը։ Հետևաբար մենք շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ Ավելացված արժեքի հարկը եւ շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։
շատ պարզ վարչարարությամբ եւ հաշվետվողականության պարզագույն մոդելով։ Եվ մենք ներդնելու ենք պրոգրեսիվ թե եկամտային հարկի, թե շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Սա մի կողմից ինքը սոցիալական արդարության բաղադրիչ ունի, բայց նաև հարկաբյուջետային քաղաքականության իրագործման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման համակարգեր իրենք տնտեսական տարբեր պարբերաշրջաններում իրենք ունենում են շատ արագ արձագանքման կայուն ստաբիլիզատորների ֆունկցիա իրականացնելու հստակ այդպիսի բան։ Հետևաբար մի կողմից կայուն հարկաբյուջետային քաղաքականություն ունենալու պահանջը, մյուս կողմից սոցիալական արդարության պահանջ։ Եվ սա մեզ թույլատրելու է, որպեսզի մենք ունենանք ավելի լավ եւ արդար հարկային բեռ, օրինակ ՓՄԶ-ի համար։ Հիմա մենք առաջարկում եմ խոսենք միջանկյալ մի քանի սլայդ խոսենք միջանկյալ մեր անելիքների մասին, օրինակ ՓՄԶ-ի հետ կապված մեր հարկային բարեփոխումները ինչպիսի ազդեցություն են ունենալու։ Առաջի քայլ։ Հիշում եք, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործող հարկային ալենտրակային համակարգերի իրավակարգավորներում փոփոխություններ, այսինքն շրջանառության հարկին եւ միկրոձեռնարկատիրությանը վերաբերող իրավակարգավորումները փոփոխվեցին եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց հանրության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության շրջանում։ Մենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները առաջի քայլով չեղյալ ենք հայտարարելու, այսինքն վերադարձնելու ենք ստատուս քվոն։ Սա ինչ է մեզ համար, սա մի հատ ըստ էության մի անցումային փուլ է, ժամանակ տալու, որ մենք սկսենք մեր բարեփոխումները, որտեղ մենք հստակ գիտենք, որ 25 թվականի հունվարի 1-ի հարկային փոփոխությունները բավարար չափով հիմնավորված չէին։ Հանրային քննարկումներ չէին անցկացվել եւ հանրային դիրքավորումներն ու հանրային ձայնն ու պահանջը եւ դժգոհությունը չէր լսվել։ Հետևաբար մենք վերադարձնում ենք, որպեսզի ժամանակ ունենանք դիզայն անելու նոր հարկային համակարգ ՓՄԶ-ի համար։ Եվ մեր ուղերձը պարզ է։ Մեր նպատակը ՓՄԶ-ն զարգացնելն է, որտեղ մենք գիտակցում ենք, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության եւ ոչ միայն տնտեսության, այլ սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Երկրորդ քայլ։ Ներդրվում է նոր համակարգ։ Պարզ կանխատեսել է եւ աճին աջակցող։ Շրջանառության հարկը, արդեն ասեցինք, փոխարինում ենք վաճառքի հարկով 5% միասնական դրույքով։ Վերացում է շրջանառության վրա անհամաչափ պատիճ հարկումը։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության աշխատակիցների մեծ մասի համար, երբ որ մենք պրոգրեսիվ եկամտային հարկի սանդղակը ներմուծենք, որը լինելու է 12, 18, 22 եւ 28, այդ քայլքերն եմ նկարագրում ես, ապա ամենայն հավանականությամբ 12 կամ 18%-ով է հարկվելու ՓՄԶ-ում աշխատակիցների աշխատավարձը։ Եվ եկեք իրար հետ իլյուստրատիվ օրինակով տեսնենք, թե դա ինչ է, հենց հողի վրա ինչպիսի թվաբանության հետ մենք գործ ունենք։ Պատկերացրեք, վերցնենք 5 պրոֆիլ ՓՄԶ-ի։ Մանրածախ խանութ, փոքր արտադրամաս, ՏՏ ընկերություն, սրճարան եւ ներգնա տուրիզմի ընկերություն։ Տեսեք, համապատասխանաբար ունեն տարեկան շրջանառություններ 100, 110, 90, 105, 107 միլիոն։ Ունեն աշխատակիցներ 8, 12, 7, 10 եւ 9։ Աշխատավարձի ֆոնդը տարեկան համապատասխանաբար մանրածախ խանութը 36, փոքր արտադրամասը 48 միլիոն, ՏՏ ընկերությունը 42, սրճարանը 45 եւ ներգնա տուրիզմի ընկերությունը 39։ Այսօրվա իրավակարգավորումներով այս մեր ՓՄԶ պրոֆիլների հարկային պարտավորության հաշվարկը հետևյալն է։ Շրջանառության հարկի դրույքը այսօրվա գործող բազմապատկած շրջանառություններով շրջհարկի գումարը պարտավորություն, աշխատավարձի ֆոնդը 20% եկամտային հարկի դրույքաչափով հաշվարկված եւ համընդհանուր, այսինքն այսօր մանրածախ խանութը 100 միլիոն շրջանառության պարագայում ունենում է 17.2 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Սա 17% հարկային բեռը, որը բավականին բարձր է։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, մեր առաջարկած համակարգով այդ նույն պարամետրերի պարագայում, օրինակ, այդ նույն մանրածախ խանութի հարկային բեռը 17%-ից կիջնի 11%։ Կամ եթե այս միաղյուսակում տեսնեք, այսօր գործող
այսօրվա գործող համակարգով համընդհանուր հարկային պարտավորություններ, նոր համակարգով գործող պարտավորություններ, խնայողություն եւ նվազումը, առնվազն 33%-ով նվազելու է հարկային պարտավորությունները։ Եթե ամփոփենք այս իլյուստրացիայից հետո հարկային համակարգի մեր, ապա վաճառքի հարկ, շրջհարկի եւ ավելացված արժեքի հարկի փոխարեն վերջ անհամաչափ հարկային բեռին։ Մենք շատ կարևոր մեսիջ ենք ասում։ Հարկային բեռը պետք է լինի համաչափ։ Մենք բոլորս գնացել ենք սահմանադրությամբ, բոլորս ասել ենք, որ պարտավոր ենք վճարել հարկեր։ Հարկեր վճարելը դա սահմանադրական պարտականություն է։ Մենք բոլորս համաձայն ենք վճարել հարկեր, բայց այդ հարկերը պետք է լինի համաչափ։ Եվ այսպիսի մի շեղում էլ անեմ, ակադեմիական աշխարհում, տեսեք, չեն ասում հարկը պիտի լինի արդար, չեն ասում հարկը պիտի լինի հավասար։ Ամենաճիշտ տերմինը դա համաչափությունն է, որովհետև տեսեք, հարկադրանքը չի կարող լինել արդար։ Հարկադրանքը եւ արդարությունը իրար հետ բացարձակ կապ չեն ունենում, որովհետև եթե դու իրավակարգավորումներով պետությունը հարկադրում է քեզ քո եկամուտներից որոշակի մասը վճարես պետական գանձարան, ապա այդտեղ արդարությունը փոխհատուցվում է համաչափությամբ, այսինքն մեր բոլորիս հարկերը պետք է լինեն համաչափ մեր եկամուտներին։ Հետևաբար մենք խրախուսում ենք եւ մենք ագիտացիա ենք անելու համաչափ հարկային պարտավորության օգտին։ Վերջինը մեր 7-րդ առանցքային ուղղությունը թվային դրամի հայեցակարգն է։ Տեսեք, մենք տրամաբանական շղթա կառուցեցինք։ Տեսանք, որտեղ է մեր դերը աշխարհում։ Մենք փոքր ենք, բայց պետք է լինենք արդյունավետ եւ տեսանելի ամբողջ աշխարհի համար։ Մենք ասեցինք դրա բանալին արդյունաբերականացումն է։ Մենք ասեցինք, որ դրա համար դա իրագործելու համար պետք է ունենանք հզոր ՓՄԶ բանակ։ Հետո ասեցինք, որ արժեթղթերի շուկայում մենք պետք է այնպիսի ռեֆորմներ անենք, որ բացի բանկային վարկերից նաև այլ ընտրանքային ֆինանսավորման հասանելիություն ունենան թե ՓՄԶ-ները, թե նաև մեր քաղաքացիները։ Մենք հետո ասեցինք, մեր սփյուռքը պետք է լինի մեր տնտեսական մոդելի իրականացման համահեղինակ։ Հետո ասեցինք, ինչպես ենք տեսնում նոր հարկային համակարգը, հիմա ասում ենք, լավ, այս ամենից հետո արդյոք մենք պետք է այնպիսի մի ռեֆորմ անենք, որ մեր հանրությունը նաև վստահի մեր պետությանը։ Պետությունը տնտեսական կյանքում ունի երկու դերակատարում։ Առաջինը, ինքը ունի սահմանադրական պարտականություն իրավակարգավորումներ ստեղծի հավասար պայմաններ տնտեսավարողների համար, եւ մյուս կողմից ինքը եւս տնտեսական գործընթացների մասնակից է։ Տնտեսական գործընթացների պետական մասնակցությունը հիմնականում, եթե ոչ ամբողջապես, դրսևորվում է պետական գնումների համակարգով։ Հետևաբար, իհարկե մեր թվային դրամի հայեցակարգը ունի շատ ավելի հեռահար նպատակներ, բայց իր առաջնային նպատակը, օրինակ, մենք կանխիկի, անկանխիկի հետ ունենում ենք երրորդ մեր դրամը, դա թվային դրամն է։ Սա կրիպտո վալյուտա չէ։ Սա ըստ էության նույն դրամն է, որը ունի հետագծելիություն եւ ամբողջ պետական գնումների համակարգը, պետական գնումները իրականացնելու են թվային դրամով։ Թվային դրամը նույն մեկ հարաբերակցությունն է ունենալու ինչ-որ կանխիկն ու անկանխիկը։ Մենք ունենալու ենք ապրանքների եւ ծառայությունների ռեեստր, որը որ տասնամյակների ընթացքում իրեն պետք է ձևավորենք եւ աստիճանաբար իրար հետ հանրային քննարկման արդյունքում ձևավորենք այն ապրանքների ծառայությունների անվանացանկը, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի միայն թվային դրամով։ Թվային դրամը դա 100% հետագծելիություն է իրանից ենթադրում։ Ոչ թե գնումը կատարում ես, ոչ թե դեպքը տեղի է ունենում հետագա աուդիտներով կամ հաշվեկնություններով պարզում ես արդյոք այդ գործընթացը լավ է կազմակերպվել, այլ հենց միանգամից իրականացման պահին ինքը արդեն թափանցիկ է եւ հետագծելի։ Սրա հիմնական գաղափարը դրանում է։ Եթե մեկ նախադասությամբ մենք ամփոփենք, ապա թվային դրամի հայեցակարգը վերահսկվող պետական գնումներ։
Այսինքն սա էլ են մեր 7-րդ առանցքներ մեր տնտեսական բարեփոխումների, որը ըստ էության մեր բոլորի վստահությունը պետության նկատմամբ եւ պետական գնումների համակարգի նկատմամբ պետք է վերականգնի։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ հիմա մի 2 րոպե դադար տանք, միկրոֆոնները տեղափոխենք ու անցնենք հարց ու պատասխանի ֆորմատի։ Որտեղ ուզում եք, բայց ես տեղ եմ նստել։ Տեսա տեսենք։